Բարև ձեզ, պարոն նախագահ։ Բարի օր։ Ժանրի կանոններով մենք հիմա ձևացնում ենք, թե իբր հենց նոր հանդիպեցինք, լրիվ պատական ձեզ վրա կա խոսափող, կամերաները պատրաստ էին, բայց ամեն դեպքում անմիջական միջավայրը կարծում եմ ապահովված կլինի, որովհետև փորձելու ենք բոլորին ներկայացնել, թե ինչ պայմաններում եք դուք անցկացնում ձեր օրը, ինչ գրաֆիկով, եւ շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ կարճ ներկայացնեք, որտեղ այս բանին մենք էլ դա դեռևս չգիտենք, դա արդեն լրիվ անկեղծ չգիտենք, ինչ ոնց սա ելնելու է լրիվ իմպրովիզացիոն կարգով։ Ես իմ աշխատասենյակն է, այստեղ նաև հանդիպումներ եմ անցկացնում, եթե զրուցակիցներս քիչ են, 1, 2, 3 հոգի, 3-ից եթե ավելանում է 4-5, տեղափոխվում ենք այստեղ։ Մենք երկուսով ենք։ Որտեղ ուզեք, ուզում եք ստեղ, ուզում եք ընդեղ նստենք, կարծում եմ մարդկանց հետաքրքիր կլինի ձեր աշխատասեղանը իրենից ինչ է ներկայացնում։ Եթե դեմ չէ, կարող է շատ մանրամասն չէ, բայց փաստացի դուք այստեղ եք հիմա նստած, բայց այնա ձեր հիմնական նստատեղը թե։ Այդպես էր նախատեսված, բայց ես 7 տարիների ընթացքում երևի 7 անգամ ես ընդեղ չեմ նստել։ Իմ հիմնական աթոռը սա է։ Պարոն նախագահ, մինչև այս վերջի 7 տարին ստեղ չեք աշխատել, հիմնական ստեղ այս աշխատասենյակը եղել է, այս աշխատասենյակը երևի 15-16 տարվա այդպես գոյություն ունի, պատմություն ունի։ Միշտ, բարձր որ այն ժամանակ ասենք այստեղ գալիս էի միայն երեկոները, բայց եթե ինչ-որ միջոցառում ունեին կուսակցական, կարող է շաբաթ կամ կիրակի օր տենց կեսօրի կողմերը գալ եւ այլն։ Իսկ այս 7 տարվա ընթացքում մի քիչ ուշոտ եմ գալիս։ Այստեղ, այո։ Այսինքն մի որոշ մաս օրվա հատկապես առավոտյան տանն եմ աշխատում, հետո բացի դրանից այնպիսի հանդիպումներ կան, որ տանը պետք է անել եւ ոչ թե այստեղ։ Պես որ հետաքրքիր կլինի, կարծում եմ, ասես բան կա, չէ, որ միշտ գրքեր են տենց շատ լինում տարբեր մարդկանց մոտ, երբեմն լինում է, որ ինչ որ մարդկանց մոտ տեսնում ես, վստահ ես լինում, որ դա ատրիբուտիկա է։ Օրինակ իմ տուն մի օր որ գան, տենց գրքերը շարեմ, մի անգամից հասկացվելու է, որ ուղղակի դրել եմ սիրունության համար, հաստատ չեմ կարծացել, ձեր պարագան ուրիշ է, դրա համար կարծում եմ հետաքրքիր կլինի մարդկանց, թե ինչ որ սա ձեր վերջին, ինչ որ թե ինչ որ հատուկ գրքեր են վերջին ընթերցած, նվեր ստացած, ինչ սկզբունքով են ձեր գրքերը այս պահին գտնվում ձեր գրասեղանին։ Անկեղծ ասած, այս երևի վերջի ամենաշատը 2 տարվա ընթացքում իմ ստացած գրքերն են, որտեղ բազմաթիվ գրքեր եմ ես նվեր ստանում, որ մի քիչ էլ դրցակը մեծանա, երևի կտանեմ տուն։ Այդպես չէ, լցվում է։ Այլի, թե չէ որ շատ ելնի կարող է փլվի։ Կարող է հատուկ ընթերցող ունեք օրինակ, որ երբ որ տալիս են գիրքը, ասում եք մի հատ կարդա կարճ ասա ինչի մասին է։ Չէ, բացառված է, այդ համացանցը այդպեսին է, էլի։ Facebook-ը այդպեսին է, ինչ որ մեկը կարդի ինչ որ բաներ է գրում, բայց վստահ չես, չէ, որ իր գրածը ճիշտ ընկալումն է որևէ ստեղծագործության։ Միանշանակ, ավելին ասեմ, այդ արհեստական բանականությանը հիմա արագ ասում են։ Ես ինքս եմ էլի տենց անում դրա համար գիտեմ։ Ասենք ասում եմ այդ կարճ ասա, այս ինչ է։ Ոնց է ասում գալիս է վերարտադրում։ Դա մի քիչ ինկուբատորի նման բան է, էլի։ Պարոն նախագահ, այս կարդում եք, այս ընթացքում այս 7 տարիների մեջ հասցրել եք գրքեր կարդալ, որ ուղղակի կարդաք։ Ավելի շատ քան նախկինում։ Որտեղ հիմա հարաբերականորեն ավելի շատ ժամանակ ունեմ, էլի։ Իսկ գեղարվեստական թե ավելի տարբեր եւ հասարակագիտությանը վերաբերող, քաղաքականությանը վերաբերող, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով վերընթերցում եմ հայկական պոեզիան, ինչ վաղուց կարդացել եմ, հիմա ընկալումն էլ է մի քիչ ուրիշ եւ անհրաժեշտություն կա վերհիշելու, էլի։ Մեր պոեզիան լավն է։ Մի բան ինձ թույլ կտաք մի հատ։ Ես էլ ուզում առաջարկեի, գնամ ոստի տես ինչ բեռա մի անգամից քո վրա գալու։ Ահա, տենենք ոչ որ բան է։ Մենք էստեղ նստենք։ Այո։ Մենք էստեղ նստենք, դու տեղ Հիմա շատ հանգիստ կարաս մեզ հարցաքննես։ Ոչ ոչ sense բան է, մի անգամից զգացվում է որ։ Չգիտեմ ինչա զգացվում, բայց ինչ որ ման զգացվում է։ Հերո ինչ որ հերոներ է, այլ է։ Փոխվում է, էլի։
Ավելի բանամ մեծանում է, չէ՞, դիապազոնը սեստի։ Իրականում Չէ, բոլոր դեպքերում ու եթե ուրիշ բան չլինի, վերևից է նայում։ հա արդեն ավելի կարամ ցած գիտես ոնց է, ես Շարմազանովին կասեք 5-ին մտնի մոտս։ Այտենց մտքեր առաջանում քո։ Էլի, հա։ Չէ, շատ շնորհակալություն, ես կհիշեմ այս պահը։ Իսկ փաստացի այդտեղ ինչ որ ես նկատեցի, որ դուր մեկ դուր առնվազն ու Այո։ Այդտեղ Այնուհետև մի քիչ փակ դուր է։ այդտեղ հանգստի սենյակն է, լվացարանն է եւ այլն, դից իսկ որևէ հետաքրքիր բան չկա, խնդրեմ։ Եկեք նայենք։ Այստեղ նիստերի դահլիճը, հա, պարոն նախագահ։ Այո, այստեղ մեր գործադիր մարմնին նիստերի դահլիճն է։ Հա։ Այ այստեղ եթե գործադիրի նիստ է, ես ընտեղ եմ նստում, բայց եթե ասինքն հանդիպում է, Մի այստեղ կողմ, կենտրոնում եմ նստում, անկախ նրանից թե այդ հանդիպման մասնակիցները ովքեր են, էլի։ Դե գործադիրի նիստի ժամանակ համ մարդիկ են շատ այո, համ էլ դուք այո, այն է, հաստատի այո, ղեկավարն եք այո, դրա համար պետք է այո։ այնտեղ լինի, էլի։ Հա, բայց բավականին նորմալ դահլիճ է, այսինքն ելնում է որ լիք է լինի այս դահլիճը, պարոն նախագահ։ Լիք է լինի, այսինքն ինչ տալիքը կարևոր Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ այստեղ ինչքան բազկաթոռներ կան սեղանի շուրջ միշտ հա գործադիրի թվով է դրած ըստերության։ այո, գործադիրից բացի մեր նիստերի մասնակցում է նաև մեր վերահսկիչ հանձնաժողովի նախագահը, երիտասարդական կառույցի նախագահը, ուսանողական կառույցի նախագահը, կարող են նաև ԳՄ-ին են հրավիրվածել։ ավտոմատ Այո, մասնակցում են նիստերին, եթե այլ առաջարկություններ չի լինում։ Բայց շատ դեպքեր են եղել, որ այս ավելյալ շարված աթոռների կարիք, հա։ աթոռներն էլ են զբաղեցված եղել։ Օրինակ, եթե ենթադրենք մի շրջանային կառույցի անդամներ են գալիս ակտիվի հետ միասին, ու իմաստ չունի, ասենք բարձրանալ վերև դահլիճ եւ դահլիճում էլ, այստեղ շատ ավելի անմիջական է, շատ ավելի Այսինքն դուք եք շփվում այդ կառույցի համակարգի հետ համանի։ Այո։ Պարոն նախագահ, ընդհանրապես կուսակցական գործունեությունը հիմա ավելի հաստատ ակտիվ եք էլի դրա մեջ։ Հետաքրքիր է ձեր համար։ Դեք ես մինչ 88 թիվն եմ զբաղվել որոշակի կուսակցական կոմերտական գործունեությամբ, բայց իհարկե այսօրվա իրավիճակը մնավ համեմատելի չի այն ժամանակվա իրավիճակին, աշխատավոճը այն ժամանակ տարբեր էր, հիմա տարբեր է, ավելի շուտ կասեմ, որ ոչ թե հետաքրքիր, որտեղ յուրաքանչյուր զբաղմունք, որով զբաղվում ես, հետաքրքիր է դրա համար ես զբաղվում, հա, կուսակցական աշխատանքը դժվար աշխատանք է։ Դու պետական պաշտոնյա չես, որ քո ասածը լսեն, անեն։ Շատ մարդիկ տարբեր հարցերով են գալիս, տարբեր խնդիրներ են առաջադրում, տարբեր բաբասանքներ են մեջտեղ բերում, ասելով, բա այսպես են ասում, այնպես են ասում, ամեն ինչին պիտի պատրաստ լինես հետո։ Սա այդ ամենով զբաղվում եք, չէ՞։ Բա ինչ, իմիջիայլոց պետք է ասեմ, որ ցանկացած կառույցում է լինում մարդիկ, ում նազուտուզներ պետք է տանել իրանց, այսպես ասեմ, չասեմ ընդդիմադիր, ամենայն դեպքում իրանց քննադատական մոտեցումներին լուրջ պետք է վերաբերվես։ Բանը ճիշտ է որ սա ԳՄ-ի նիստերին առաջինը Շարմազանովն է խոսում։ Այո։ Լեգենդ կա։ Լեգենդ չի, այդպես է, որովհետև Շարմազանովը ամենավերջի բազկաթոռին է նստում եւ միշտ տրադիցիա է դառել, այնտեղից սկսում ենք, հերթով մի քանի աթոռ գալիս է, հետո մյուս կողմից, հետո այստեղ, հետո այնտեղ, վերջում խոսում են Սամվելն է ու Արամը։ Նա Կարմեն Աշոտյան ստեղ է նստում, թեև կուսակցության նախագահի տեղակալ է։ Հա, կարար առաջին ստեղ է հիերարխիան լինի դրա համար։ Այո, ասինքն սկզբից ով որտեղ նստել է, Այդտեղ է մնացել է այդտենց է մնացել է։ Նստել են նոր դալիճ, ասում ես դե նստեմ ու տենց էլ Դա նաև ինչ որտեղ ճիշտ է։ Ճիշտ է այն առումով, որպեսզի այդպես հավասարության որևէ բան ունեն, էլի ԳՄ անդամների մեջ։
Սուբորդինացիա։ Հա, այտենց առանձնապես որ չտարբերակվի։ Հասկացա։ Պարոն նախագահ, հենց այս պահին, երբ սա հերարցակվում է, մարդիկ անհամբեր սպասում են, թե ինչ հարցեր ենք մենք քննարկելու արդեն ուղիղ եթերում։ Մենք արդեն նախապես մեր նախորդ թողարկումներում հայտարարել էինք, որ նաև ընդունում ենք հարցեր լսարանից, ուստի ես վստահ եմ, որ մարդիկ թեպետ սա էլ շատ հետաքրքիր կտոր է, բայց հիմա անհամբեր սպասում են, թե երբ ենք մենք անցնելու հիմնական քննարկմանը, ուստի թույլ տվեք ձեզ ասել շնորհակալություն այս էքսկուրսի համար եւ գնանք ուղիղ եթեր։ Գնանք։ Շնորհակալություն։ Շատ չի մնացել սպասել։